Հնդկաստանը պատրաստվում է Հայաստան մատակարարել պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի հաջորդ մեծ խմբաքանակ, այդ մասին տեղեկացնում են ռազմաարդյունաբերական համալիրում հնդկական մամուլի աղբյուրները։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ սպառազինության մասին է խոսքը։ Հնդկական Indian Aerospace Defense News պարբերականը գրում է, որ արդեն հուլիսին Հնդկաստանը Հայաստան կհասցնի ակաշ տեսակի այդ հրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը։ Մամուլում այդ տեղեկությունը ամենևին էլ պատահական չէ եւ վստահ եմ, որ դրա նպատակն է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Հնդկաստանը հավատարիմ է իր պայմանագրային պարտավորություններին եւ պատրաստվում է ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները, չնայած դրան, որ զենքը այժմ հենց Հնդկաստանին էլ է պետք հաշվի առնելով Պակիստանի հետ ռազմական այդ բախման զարգանալու հեռանկարը։ Այսինքն այս տեղեկությունը այսպես ուշագրավ է հաշվի առնելով այն, որ որոշ մեր գործընկերները չեն կարողանում կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները ողջ ծավալով, հաշվի առնելով այն, որ իրենց եւս զենք է անհրաժեշտ։ Հիշեցնեմ ակաշ տեսակի այդ հրթիռների առաջին խմբաքանակը անցած տարվա նոյեմբերին էր Հնդկաստանը մատակարարել, իսկ ըստ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն 22 թվականին էր ստորագրվել պայմանագիրը, որի համաձայն Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի 15 ահա այդպիսի համակարգեր։ Դա երկինք համակարգի այդ տեսակի հրթիռներ են, որոնք իզորու են 25 կիլոմետր հեռավորության վրա ոչնչացնել անօդաչու սարքեր, ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռներ եւ բավական արդյունավետ զինատեսակ է։ Բայց ինչն էր կարևոր, որ այդ զինատեսակը մինչ վերջերս երբեք փորձարկված չի եղել իրական ռազմական գործողություններում։ Եվ միայն Հնդկաստանի եւ Պակիստանի միջև այս վերջին զինված բախումներում առաջին անգամ այդ համակարգերը փորձարկվեցին եւ ինչպես կարողանում եմ հասկանալ, ամբողջովին արդարացրել է իրեն այդ տեսակը, այդ զինատեսակը։ Հավելին դեպս հնդկական մամուլում գրում են, որ անգամ գերազանցել է բոլոր սպասելիքները եւ այդ հրթիռի գլխավոր ստեղծող դոկտոր Պրախլադա Կամարոն հայտարարել է, որ իսկապես չէին սպասում, որ ահա այդպիսի մեծ արդյունավետություն կունենա ակաշ տեսակի հրթիռը։ Նույնպես բաց աղբյուրներից ստացված տեղեկություններից կարող ենք հասկանալ, որ Պակիստանյան բազմաթիվ անօդաչուներ, ինքնաթիռներ խոցվել են սահմանի հենց այն հատվածներում, որտեղ տեղաբաշխված են եղել ակաշ տեսակի հրթիռները եւ դրան նման այս հակաօդային համակարգերը։ Թե կոնկրետ հայտնի է նույնպես մամուլի տեղեկություններից իհարկե, որ GF-17 պակիստանյան կործանիչը ոչնչացվել է հենց ակաշ տեսակի հրթիռի միջոցով։ Ֆատեհ տեսակի բալիստիկ հրթիռը նույնպես ակաշն է ոչնչացրել։ Եվ ինչպես գրում է Indian Defense Research Wings պարբերականը, հենց ակաշն էր նաև պատճառը, որ Պակիստանը այդպես էլ չհամարձակվեց օդ բարձրացնել թուրքական Բայրակթար TB2 տեսակի անօդաչուները, որոնք բավական թանկարժեք են, այսինքն թերթը գրում է, որ այդ անօդաչու սարքը պարզապես անզոր է ակաշի դեմ եւ դա գիտակցելով եւ գնահատելով Պակիստանի գեներալները որոշեցին չօգտագործել այդ թանկարժեք թուրքական անօդաչուն, քանի որ փաստորեն ստացվում է, որ այդ անօդաչուի գնելը Պակիստանի կողմից պարզապես օդին գցած փող էր։ Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանը եւս կունենա ակաշ տեսակի հրթիռներ, կարող ենք ենթադրել, որ տեսականորեն այդ Բայրակտարի օգտագործումը ակաշի դեմ Հայաստանի օդուժում նույնպես մեղմ ասած քիչ արդյունավետ կլինի։ Արտյոմ, իսկ թուրքական ուրիշ զենք Պակիստանն օգտագործել է։ Այո, բաց աղբյուրներից ստացված տեղեկություններից կարող ենք դատել, որ Պակիստանը օգտագործել է այս ռազմական գործողություններում Սոնգար տեսակի անօդաչու սարքը թուրքական եւ YIHA-3 կամիկադզեն, որը նույնպես թուրքական է։ Եվ դրանցից մի քանիսը խոցվել են հնդկական հրթիռներով, միգուցե նաև հենց այդ ակաշների միջոցով։
Թուրքական զենքը որևէ կերպ իրեն լավ չի դրսևորել այս պատերազմում եւ եթե Պակիստանը ինչ որ ձեռքբերումներ ունեցել է օդում, ապա ոչ թե թուրքական, այլ չինական զինատեսակների շնորհիվ։ Մասնավորապես տեղեկություն կա, իհարկե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված, որ ֆրանսիական Rafale կործանիչը պակիստանացիներին հաջողվել է խոցել չինական J-10S կործանիչի միջոցով, այլ աղբյուրների համաձայն նույնպես չինական, բայց այլ տեսակի զենքերի միջոցով։ Բայց թուրքական զենքը շարունակում է հասնել պակիստանյան նավահանգիստներ։ Մասնավորապես India Today պարբերականը գրում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեծ թուրքական նավ է ժամանել Կարաչի նավահանգիստ եւ նաեւ մեծ ինքնաթիռ է վայրեջ կատարել Պակիստանի օդանավակայաններից մեկում եւ պարբերականի տեղեկությունների համաձայն զենք են տեղափոխել։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է այն, որ իսկապես նավը մեկնել է եւ հասել է տեղ, բայց տեղեկացնում են, որ այդ նավի ժամանումը նախատեսված էր դեռ մինչև, այսինքն քննարկվել էր դեռ մինչև պատերազմական գործողությունները եւ որ իրականում իբրև թե զենք չեն տեղափոխել։ Մինչդեռ հիշեցնեմ, որ Չինաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել, ներողություն, Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Պակիստանին աջակցելու համար Չինաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ղեկավարությանը։ Արդյոք Ադրբեջանը եւս հայտարարել է Պակիստանին աջակցելու մասին, ինչպես է դրսևորվում նրանց այդ աջակցությունը։ Դե ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանի աջակցությունը ընդամենը խոսքերով է առայժմ դրսևորվում, որևէ փաստ չկա, որը կվկայեր այն մասին, որ խոսքերից գործի են անցել, բայց ամեն դեպքում Նյու Դելիում նկատել եւ գնահատել են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունը եւ այժմ Հնդկաստանում աճում է ադրբեջանական ապրանքների բոյկոտի արշավը։ Բաքվում Պակիստանի դեսպան Հասիմ Մոհիուդդինը հայտարարել է, որ եթե Հնդկաստանը ադրբեջանական ապրանքների բոյկոտ հայտարարի, էմբարգո հայտարարի, դա կլինի Դելիի կողմից մեծ սխալ։ Առայժմ չեն հաստատվում տեղեկությունները, որ էմբարգոն արդեն հայտարարվել է, բայց դա կարող է իսկապես իրատեսական լինել։ Համենայն դեպս զբոսաշրջային ոլորտում այդ բոյկոտը արդեն գործում է։ Հնդկական Easy My Trip տուրիստական պլատֆորմը հիշեցրել է բոլոր իր հաճախորդներին, որ Ադրբեջանը այն պետություններից մեկն է, որը պաշտպանում է Հնդկաստանի հակառակորդին թշնամուն, եւ դա պետք է հաշվի առնել այս կամ այն երկիր գործուղվելիս։ Իսկ Travamint տուրիստական գործակալությունը ընդհանրապես չեղարկել է բոլոր պայմանագրերը եւ այլևս չի վաճառում ուղեգիրներ դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ Շնորհակալություն, Արսեն։